Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք և ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Բադալյան, սկսենք ձեզ համար շատ կարևոր թեմայից, հոգևոր, կամ չգիտեմ, եկեղեցականներին վերաբերող։ Մայրաթոռը հայտարարություն էր տարածել, նշելով, որ Հովանավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, դրանք որակում էին նաև սրբապղծություն։ Այսօր շունակ հայակվե նախաձեռնությունը դատախազություն հաղորդում է ներկայացրել, այնտեղ տեղի ունեցած պատարագի մասով վարչապետներ արձագանքել Մայրաթոռին, մասնավորապես կաթողիկոսին, ասում է, որ պղծության չեմպիոնը աղոթքը պղծություն է որակել։ Ի վերջո չեք կարծում, որ ինչ-որ արդեն սահման եք էլի հատել։ Մենք։ Այո։ Ես չեմ կարծում, որ մենք սահման ենք անցել ենք այդ սահման ենք հատել, որովհետև կարծում եմ, որ այդ սահմանը վաղուց արդեն հատված է եւ կային կարմիր գծեր, որոնք ընդհանրապես պետք չէր հատել։ Խոսքս վերաբերում է հատկապես եկեղեցուն չէ, բարձրաստիճան հոգևորականներին, որովհետև այդ երկակի ստանդարտները եւ քրիստոնեական բոլոր արժեքների այ պղծումը ի վերջո կարմիր գիծ էր, որը չէր կարելի անցնել եւ դրանից հետո արդեն ցանկացած կարմիր գիծ հատելուց հետո սկսվում է քաոս եւ այդ քաոսը պիտի կարողանալ ինչ-որ կերպ կարգավորել եւ միևնույն ժամանակ շատ անկանխատեսելի է այդ քաոսում, ստեղծված իրադարձությունները եւ դրանց ընթացքը ինչ կարող է լինել։ Հասարակ մի օրինակ բերեմ, երբ Տեր Արամին կարգալույծ է անում եկեղեցին, հիմնավորելով կամ հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ նա զբաղվում է քաղաքականությամբ, ապա կարող եմ ես այդ հարցը տալ, թե Բագրատ Սրբազանին եւ Միքայել Աջապահյանին ինչու կարգալույծ չէին արել։ Արդյոք Միքայել Աջապահյանի եւ Բագրատ Սրբազանի զբաղվածը քաղաքականություն չէր եւ Տեր Արամինն էր քաղաքականություն։ Եթե խոսում ենք ժողովրդավարության կամ խոսքի ազատության մասին, եթե իրենք պնդում են, որովհետեւ Բագրատ Սրբազանի դեպքում իրենք պնդում էին, որ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի նա ունի խոսքի իրավունք եւ քաղաքական հայացք ունենալու իրավունք, ապա դա չի աշխատում այս դեպքում Տեր Արամի վերաբերյալ։ Հաշվի առնելով այս ամբողջը, ապա կարծում եմ, որ այստեղ մի քիչ ուռճացված է սրբապղծություն արտահայտությունը եւ կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի կաթողիկոսը եւ իրեն նաեւ հարող եւ իրեն մտերիմ, այդ գործիչները վերանային իրենց վարքագիծը, հիշեն, որ 90-ականներից սկսած նրանք երբևէ քաղաքական որևէ գործչի կամ քաղաքական ուժի կամ երկրի ղեկավարի մասին երբեք կարծիք չէին արտահայտել եւ հանկարծ հիմա են սկսել այդ կարծիքները արտահայտել եւ այդ կարծիքներն էլ արտահայտում են ոչ պրոֆեսիոնալ քաղաքական այսպես իմաստով։ Շատ լավ, երբ որ ասում եք քաոս, այսինքն դուք հիմա փորձում եք կառավարել այդ քաոսը։ Իհարկե մենք պարտավոր ենք նաեւ կառավարել այդ քաոսը, ոչ միայն փորձում ենք, այլ նաեւ պարտավոր ենք, որովհետեւ եթե մենք ունենք արժե համակարգ, իսկ մենք ունենք արժե համակարգ, եթե մեր արժե համակարգից բխում է ոչ միայն կոռուպցիայի բացառումը, ոչ միայն օրենքի գերակայությունը երկրում, ոչ միայն ժողովրդավարության ամրապնդումը, այլ նաեւ հայկական մշակույթի, այսպես հիմնասյուն հանդիսացող եկեղեցու մաքուր եւ անաղարտ պահելը, ապա կարծում եմ, որ այստեղ որևէ վեճ չկա, որ եկեղեցում կան խնդիրներ եւ դրանք պիտի լուծվեն։ Բայց պետությունը պիտի լուծի, դուք պիտի լուծեք։ Եթե ինքնա կամ չեն լուծվում այդ խնդիրները եւ եթե ժողովուրդն էլ ինքը ի վիճակի չի այդ խնդիրները լուծելու, իսկ այս իմաստով մենք տեսնում ենք, որ լրջագույն խնդիրներ կան, որովհետեւ պետք չէ այստեղ փակագծեր բացել, խոսքը միայն քրիստոնեության, միայն քաղաքականության մեջ երբևէ խառնվելու կամ որևէ կարծիք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի արտահայտելու մեջ չէ, այլ այնտեղ իրապես կան խնդիրներ եւ պետք չէ եկեղեցին դարձնել մի որջ, մի քանի անհատների կողմից, որտեղից որ այսպես
քաղաքականության կամ հիբրիդային պատերազմի այսպես ուղեղային կենտրոն դարձնել եկեղեցին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Սա կարծում եմ անընդունելի է եւ ես հասկանում եմ ձեր ակնարկը, նկատի ունեք, որ պետությունը ունի որևէ լծակ, հա, եկեղեցու ներքին կանոնադրությանը խառնվելու, բայց այնուամենայնիվ պետությունը ունի լծակներ իր տարածքում եւ իր պատասխանատվության գոտում գտնվող ցանկացած ինստիտուտի եւ ցանկացած կառույցի, եթե այնտեղ կան օրինախախտումներ կամ կան ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներ, ապա միջամտելու։ Շատ լավ։ Եթե հիբրիդային պատերազմի տեսանկյունից ենք, հա, եթե նայեմ օրինակ, ինչու ժամանակին իշխանությունը չաջակցեց նոր հայրապետ, նոր Հայաստան, նոր հայրապետ շարժման օրինակ, հա, երբ որ այն ինչ որ հիմա դուք ասում եք, նորություն չեք ասում։ Նայեք, այն ժամանակ դա խոսակցությունների մակարդակով էր եւ այս դեպքում իշխանությունը, պետությունը կարծում էր, որ ժողովուրդը ինքը պիտի որոշի որպես սահմանադիր եւ ժողովուրդը ինքը պիտի անի ինչ որ քայլեր կամ ինքը ստիպի եկեղեցուն ինքնամաքրվել։ Ժողովուրդն էլ դուք չէիք նախաձեռնել։ Մենք չէինք, դրա համար եմ ասում, այս դեպքում մենք չէինք կարծում, որ միջամտելու կարիք կա եւ կարծում էինք, որովհետեւ գիտեք ոնց այն ժամանակ կարծիքների բախում էր, ոչ թե փաստերի։ Մենք հիմա ունենք փաստեր։ Մենք ունենք Ուրա հրապարակեք։ Նայեք, եթե այդ հրապարակելու մասին դեռ այս ժամանակն էլ կգա եւ կարծում եմ, որ սա իմ իրավազորության ներքո չէ, այս հարցերին անդրադառնալը, բայց ես փորձեմ իմ տեսանկյունից անդրադառնամ։ Փաստ է արդյոք, որ Տավուշի թեմի առաջնորդը այս պահին ներգրաված է ահաբեկչական գործունեության, կալանավորված է ահաբեկչության գործով։ Փաստ է սա թե փաստ չէ։ Եկեղեցու հետ կապ ուներ հայրապետներ օրհնել այդ մարդու շարժում, թե ոչ։ Այսինքն սրանք արդեն փաստեր են եւ պետությանը սպառնացող վտանգի մասին էր, ոչ թե այն ժամանակ դա դիտարկվում էր որպես արժեհամակարգների բախում, այն որ ժողովուրդը հեղափոխություն արեց, հա, ազատվեց, այսպես ասած, կոռուպցիոն իշխանություններից, միևնույն ժամանակ ուզում էր նաև եկեղեցին ազատագրել իրեն եկեղեցուն ոչ հարիր քաղաքական գործիչներից։ Արժեհամակարգի համար էր մղվում պայքարը։ Հիմա արդեն ազգային անվտանգության, երկրի անվտանգության մասին է արդեն խոսքը եւ պետությունը այստեղ չի կարող միջամտել, որտեղ ի սկզբանե մեզ էլ էին հավատացնում, քանիցս մենք իրար հետ էլ մեր հարցազրույցների ժամանակ խոսել ենք, որ ես ասել եմ ավելի խորը արմատներ ունի սրբազան շարժումը, սա պարզապես շարժում չէ, սա պարզապես էմոցիոնալ պորտկում չէ, որ ասենք սահմանազատում ենք սկսում, չգիտեմ, 4 գյուղեր եւ այլն, դրա մասին չէ, այստեղ խորը արմատներ կա։ Հիմա մենք ունենք արձանագրված փաստեր, որ այո, սա երկրի ներսում ինքնաբուխ առաջացած էմոցիոնալ պորտկում չէր, սա լրջագույն քաղաքական կենտրոնների կողմից հրահրված կենտրոնների այսպես չմասնավորեցնեմ, կարծում եմ, որ չասեք, որ կենտրոնից է։ Այո։ Եվ մենք ունենք այդ փաստերը արդեն, ունենք, մարդիկ կալանավորված են։ Ունեք նաև փաստ, որ կենտրոնից է օրինակ։ Չեմ կարող պատասխանել այդ։ Ինչու՞։ Չգիտեմ։ Բայց չէ, ես փաստ նկատում եմ ենթադրել, ես կարող եմ ես նկատի չունեմ դուք ինչ որ վարույթային նյութերի եք տիրապետում, այդ մասով չէ, դուք ձեզ համար հետևություն այլ թե դա որտեղից է օրինակ։ Ես ինձ համար այդ հետևություն անում եմ պարբերաբար եւ պարբերաբար այդ մասին ասում եւ այստեղ էլ գիտեք զուտ ենթադրության մակարդակով չէ հետևում ենք օրինակ Ռուսաստանի Դաշնությունից եկող հայտարարություններին հետևում ենք այս զուգահեռներ ենք անցկացնում երբ ինչ հայտարարություն եղավ երբ ինչ շարժում սկսվեց ինչ որ քաղաքական կենտրոնը որ ուժին սատարեց երբ սպառնաց որ հեսա եկեղեցին էլ է արդեն ներգրավվելու է շարժումին ու ամեն ինչ բարձ է դառնում եւ կարծում եմ որ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացին եւս այդ ամենը տեսնում է։ Շատ լավ։ Եթե ձեր մղումը այդպես իսկապես անկեղծ է եւ մասնավորապես հենց երկրի անվտանգությանն է առաջին հերթին նաեւ վերաբերում եւ դիտարկում ենք որ կան եկեղեցական որոշ խմբեր բարձր մակարդակի, հա, որոնք նաեւ այդ հիբրիդային պատերազմի մասը կարող են կազմել եւ դուք այդպես փութաջանորեն եւ ջանասիրաբար փորձում եք պաշտպանել երկիրը եւ մեզ կոգնիտիվ նաեւ գրոհներից, բա օրինակ ինչու
հիբրիդային պատերազմի դեմ պայքարի տրամաբանությամբ այդպիսի օրինակ մեծ վստահություն ունեք ռուսական տարատեսակ կառույցների ներկայությանը Հայաստանի։ Այսինքն նրանք զուտ մաքուր զբաղված են իրենց մշակութային, մարդասիրական կամ չգիտեմ ռազմական, քաղաքական առաքելություններով, հա ուրիշ բան չեն անում։ Որտեղ եք տեսնում այդ մեծ վստահությունը։ Հանդուրժողականությունը որովհետև նույն ջանասիրությամբ դրանց դեմ չեք պայքարում, այսինքն նրանց գործունեությունը չեք սահմանում։ Օրինակ, եթե դուք նշեք որևէ կառույց, ես այդ դեպքում կասեմ, նրանք նույն ջանասիրությամբ, ինչ ջանասիրությամբ, որ եկեղեցին է այսօր պայքարում խաղաղության, հա, կամ այն նոր ստեղծված հարաբերությունների դեմ, այդ ձեր նշած կառույցները, որոնք չեք թվարկում, նույն ջանասիրությամբ, Մոսկվայի տաներ, նույն ջանասիրությամբ նրանք հայտարարություններ տարածում են։ Հա, պիտի շատ բաց լինի, որ նոր մի բան աներ։ Պիտի ունենաս ինչ-որ փաստեր, բացը պարզ է, չէ՞ որ այս ամենը փող կապակցված է։ Դա մենք հասկանում ենք, բայց երբ որ ասում եք, որ մեծ վստահություն եք ցուցաբերում, չէ, մենք մեծ վստահություն չենք ցուցաբերում։ Մենք այնուամենայնիվ չենք ուզում որևէ մեր դաշնակցի կամ հարևանի կամ ընդհանրապես երկրագնդի վրա գոյություն ունեցող որևէ պետության հետ ճշնամական հարաբերություններ ունենանք։ Եվ հետեւաբար, եթե բոլորը մնում են իրանց սահմաններում, ապա այդտեղ որևէ մեկը խնդիր չի ունենում։ Ինչ ազգ, ինչ երկիր էլ որ ներկայացնի։ Ռուսաստանի սահմաններում է ցես։ Մոսկվայի տան մասին եք խոսում։ Մոսկվայի տունը դեռևս իր սահմաններից դուրս չի եկել։ Հա։ Երբ որ դուրս կգա, մենք չէ, երբ որ կունենանք հստակ փաստեր, որ տակից ինչ որ դերասած մի բան արվում է, ես իրավապահ մարմինների փոխարեն չեմ կարող խոսել, ազգային անվտանգության փոխարեն չեմ կարող խոսել, ես կարող եմ ենթադրել եւ իրար կողք փորձել համադրել այն փաստերը, որոնք որ մենք այս պահին ունենք։ Բայց եթե փաստեր չկան, ուրեմն դա ընդհանրապես զուտ ենթադրություններ են, չէ՞։ Կամ ուռճացված դատողություն։ Ես որպես ազգային ժողովի պատգամավոր ունեմ այդ իրավունքը, որովհետև ես պարլամենտն եմ ներկայացնում, պարլամենտը տեղ է, որտեղ խոսում եմ պարլարե բառից, որտեղ խոսում եմ, ես կարող եմ խոսել, ես կարող եմ մտքեր տալ, բայց ես ոչ դատող եմ, ոչ էլ փաստերին հասանելիություն ունեցող մարդ եմ, այնպես ինչպես որ դուք, ես էլ կարող եմ իմ ենթադրությունները անել։ Լավ, քանի որ այդպես գնաց զրույցը, հետաբար մյուս հարցը այսպես, կաթողիկոս կամ իր հեռանալու հարցը, այսպես ասենք, ըստ ձեզ իր որոշելիքն է, իր որոշելու հարցն է։ Ում որոշելու։ Կաթողիկոսի, որ ինքը անձամբ որոշի, որ պիտի գնա։ Այստեղ էլ որ ասեմ, ես շատ մեծ գիտելիքներ ունեմ եկեղեցական կանոնադրության կամ վեհաժողովների վերաբերյալ, չէ։ Մեղքս ինչ թաքցնեմ, ես չգիտեմ։ Ընթացակարգային դա ոնց է արվում։ Եթե նկատի ունեք, որ եթե վերադառնալով իմ քիչ առաջ նշածին, որ կառավարվում են որոշ կենտրոնների կողմից, ապա երբեմն ես մտածում եմ, որ երևի թե կաթողիկոսը շատ կուզենար նաև հեռանալ ու այս ամենի մեջ շատ չխորանալ, բայց այո, ձեր ասածը կարող է հանգիստ ունենալ իր մեջ ռացիոնալ հատիկ։ Շատ լավ, հիմա Կիրակի օրը այդ պատարագվորելի լինելու, նախ դուք գնալու եք։ Ես ուղղակի երբեք պատարագների չեմ մասնակցում, շատ բացառիկ դեպքերում եմ պատարագում, կարող եմ կյանքիս ընթացքում 1-2 անգամ հիշել, որ պատարագի մասնակցել եմ, չունեմ այդ մշակույթի իմ մեջ ձևավորված չէ, որպես նաև կնքված եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բայց պատարագներին մասնակցությունը առանձնապես այսպես ցանկությունների մեջ երբեք չի եղել, չգիտեմ, նայած այդ օրը կունենամ այդ ցանկությունը կգնամ, եթե ձեր հարցը իր մեջ ունի այսպիսի մի նուրբ երանգ, ուզում եք հասկանալ արդյոք մեզ պարտադրված է գնալ այդ պատարագին, թե ոչ, վստահ պատասխանում եմ, որ ոչ։ Չի եղել, չի լինելու, այդպես չի լինում։ Մարդը չեք Մեզ որևէ բան չեմ պարտադրում, դա ցանկություն։ Դե մամուլը գրում է մարդ եք հավաքում, որ տանը։ Մամուլը ինչ ասես գրում է, սա նորություն է ինչ որ մեկի համար։ Անընդհատ գրում է, հետո այդ գրածները հերկվում են, հետո միևնույնն է շարունակում է գրել, հետո նորից շարունակում են հերկվել այդ գրածները, բայց իհարկե չենք կարող բացառել, որ հասարակության մեջ կա մի հատված, որը միշտ մոռանում է, որ մամուլի գրածը հերկվել է արդեն։ Բայց ընդունում եք, որ շատ մի տեսակ անառողջ իրավիճակ է։ Այո, ընդունում եմ, որ ստեղծվել է շատ անառողջ իրավիճակ, ընդունում եմ, շատ ցավում եմ դրա համար, իրապես շատ ցավում եմ եւ կարծում եմ, որ որևէ լավ տեղ չի տանում այս սրացումը, առավելևս երբ որ մենք խոսում ենք, տեսեք ինչքան էլ մենք իրավացիորեն պնդում ենք, որ եկեղեցու դեմ չէ այս պայքարը, սա հանուն եկեղեցու է, հանուն եկեղեցին մաքրագործելու է այս պայքարը, ինչի մեջ ներգրաված ենք այսօր բոլորս, կամա թե ակամա, այսինքն ժողովուրդը եւս ներգրաված է, գոնե կարծիք ձևավորելու մակարդակով, գոնե ինչ որ բանի մասնակցելու կամ չմասնակցելու մակարդակով, բայց միևնույն է
չափազանց տհաճ է եւ ես կարծում եմ, որ որպես քրիստոնյա եւ որպես հավատքի առաջնորդ, քանի որ քրիստոնեական արժե համակարգից է, չէ, բխում եւ նաեւ Քրիստոսի պատվիրաններից եւ նաեւ Քրիստոսի այն բոլոր պատգամներից, որոնց մենք հետևում ենք, այդ մեծահոգությունը եւ իմաստնությունը պիտի կարծում եմ, որ առաջնորդը, հոգևոր առաջնորդը ցուցաբերի եւ կարողանա այդպիսով, եթե ունի այդ հնարավորությունը, որովհետեւ ես վստահ չեմ, որ նա ինքնակամ գնալով ավելի շատ հաթախվում է այս խնդիրների մեջ։ Այս թեմա վերջին հարցը թերևս կոմպրոմատներ ունեք եկեղեցականների դեմ։ Ես չէ։ Չէ, դուք չէ, իշխանություն էլի ձեր։ Եթե դուք էլի ուզում եք այն ուղղությամբ տանել, որ հա ինչ որ անթույլատրելի նկարահանումներ են հրապարակվում եւ այլն, իշխանության հետ որևէ դա կապ չունի, որևէ։ Տեսնեսով է արել ես ձեզ։ Ես այդ հարցին չեմ պատասխանի։ Այսինքն չեք բացառում, որ ներսում կարող լինել։ Բոլորն էլ շատ լավ գիտեն, նույնիսկ այդ տեսանյութերի հերոսներն էլ հրաշալի գիտեն, թե ովքեր են դրանք արել եւ ինչու են դրանք հրապարակել։ Բայց դուք կոմպրոմատներ չունեք։ Բացարձակապես, որովհետեւ դա մարդկային արժեքներին են նույնիսկ հակասում, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ մարդու անձնական տարածքը անձեռնմխելի է եւ բառաց չեմ ցիտում, բայց այնուամենայնիվ միտքն եմ ուզում ձեզ հասցնել եւ մենք ունենք մեկ առաքելություն, ամենակարևորը եւ ամենագլխավորը, որ երկիրը դառնա օրենքը գերակա դառնա մեր երկրում։ Կոմպրոմատներ չունեք, ունեք փաստեր։ Մենք ընդհանրապես կոմպրոմատներ հավաքելու ճանապարհով չենք գնում, անկախ նրանից ի հեճուկս են բոլոր խոսակցությունների, որոնք անընդհատ պտտվում են, դա մեր ոճը չէ։ Ձեզ հիմա կասեին, բա Հովիկ Աղազարյանի պատմությունը։ Ես կարծում եմ, որ Հովիկ Աղազարյանի պատմությունը դեռ երկար ուսումնասիրության կարիք ունի, որովհետև բոլորս ունենք հարցեր հասկանալու համար, թե ինչ էր, ինչ կատարվեց, ինչու դա կատարվեց եւ այդ հարցերին նամակները անձնական կատեգորիկ եւ սկզբունքորեն չեմ կարդացել, որովհետև ես չեմ կարդում ուրիշների նամակները առաջին հերթին եւ նամակներով չէ, որ մարդկանց մասին պիտի կարծիք։ Հա, դուք չեք կարդացել, բայց ֆրակցիայում կարդացել եք։ Դատապարտել եմ եւ շարունակում եմ դատապարտել, նույնիսկ իմ ամենամտերիմ եւ հարազատ մարդկանց այդ մոտեցումը, որ կարելի է ուրիշի նամակը կարդալ։ Անկամ եթե այնտեղ ազգային անվտանգության սպառնալիք։ Թող դա կարդա ազգային անվտանգությունը եւ ինքն էլ լուծի այդ հարցերը։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես մարդ արարած, ես իրավունք չունեմ ուրիշի նամակները կարդալու եւ խորհուրդ կտայի այդ բեղքի մեջ չթաթախվել երբեք եւ ոչ մի հանգամանքում։ Մարիա Զախարովան արդեն մի քանի անգամ անդրադառնում է Հայաստանի իրավապահների գործողություններին։ Նախորդին այսպես մի հարցադրում արեց, ասաց նախ առաջինը ծիծաղելի է, որ միութենական պետության մաս կազմելով Հայաստանը կարող է իր ինքնիշխանությունը զիջել կամ ինչ-որ նման բաներ, ու ասաց Վարդան Ղուկասյանի դեպքը, ասաց, բա ինչու Հայաստանի իրավապահները չեն գնում այն քաղաքական եւ հանրային գործիչների ետևից, ովքեր Եվրամիությանը միանալու կոչեր են անում։ Ասում են Եվրամիությանը նայեք, այնտեղ առանց անկախությունը զիջելու չես կարող լինել այդ միության անդամ։ Բա իրավապահները օրինակ ինչու չեն գալիս ձեր ետևից, իմ ետևից։ Կարծում եմ, որ Մարիա Զախարովային ժամանակն է, որպեսզի եւս մեկ բարձրագույն կրթություն ստանա եւ դասընթացների հաճախի քաղաքագիտական, հա, կամ միջազգային հարաբերություններ կամ որևէ իրենց երկրում հասանելի ֆակուլտետում եւ այդ տարբերությունները շատ լավ հասկանա ինչ է նշանակում միութենական հանրապետությունը եւ ինչ է նշանակում եվրոպական միություն եւ ինչքանով են այն երկրները, որոնք ներգրավված են, հա, այդ միավորների մեջ պահում իրենց ինքնիշխանությունը եւ չեն պահում իրենց ինքնիշխանությունը։ Եթե խոսքը օրինակ դիցուկ մեկ փոքր օրինակով, ես էլ չունեմ այդ մասնագիտությունների միջալոց, ինքս էլ կհետևեի իմ խորհրդին, սիրով, եթե լիներ ժամանակ, կլինի այդ ժամանակ այնուամենայնիվ կարծում եմ։ Երբ որ մենք խոսում ենք տնտեսական միավորի մասին, հա, Եվրոպական միությունը հիմնականում դիտարկվում է որպես տնտեսական միավոր եւ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր ճակատագիրը, բացի որոշակի, հա, իրենց երկրի շահերից բխող որոշակի գործընթացներ կան, որոնք որ արվում են միասնական։ Այլապես բոլոր երկրները ունեն իրենց դեմքը, ունեն իրենց պետական լեզուն, ունեն իրենց մշակույթը, ունեն իրենց օրենքները։ Երբ որ մենք
խոսում ենք Միութենական Հանրապետության մասին, ապա այդտեղ էական տարբերություններ կան եւ կարծում եմ, որ Մարիա Զախարովան արդեն հուսահատ շարժումներ է անում իրենց կողմից գործուղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սպառնացող քաղաքական գործիչներին ինչ որ կերպ ժողովրդի աչքերում փրկելու համար։ Տեսեք, դա գոնե գիտեք։ Ենթադրում ենք։ Օրինակ Լավրովն էլ ասում է, որ ՆԱՏՕ-ն, Արևմուտքը, Եվրամիությունը, Հարավային Կովկասի երկրները ոչ թե ուզում են ինչ-որ բան տանք, այսպես շատ կենցաղային ասած, այլ իրենց նպատակը նրանց Ռուսաստանից պոկելն է, հայտարարում էր այդ Եվրասիական ֆորումը, ինչ էր անվտանգային Մինսկում, եւ ասել Ռուսաստանը դա թույլ չի տալու, օգտագործելու է բոլոր գործիքները, տնտեսություն, դիվանագիտություն, քաղաքականություն, ինչ էր ասում։ Այստեղ մի սխալ կա, որ եթե որևէ մեկին թվում է, որ մենք որևէ համագործակցության ժամանակ մտածում ենք, որ մեզ ինչ կարող են տալ, ապա իրենք չարաչար սխալվում են եւ Հայաստանի Հանրապետությունը չի առաջնորդվում ինչ որ մեկից ինչ որ մի բան ստանալու կամ գնանք այնտեղ, որտեղ որ մեզ ավելի շատ բան կտան։ Իհարկե միշտ քո երկրի շահերից բխող պիտի լինեն քո քայլերն ու որոշումները, սրա մասին չի խոսքը։ Բայց կարծում եմ, որ մեր բոլոր քաղաքական ելույթներում, հատկապես երկրի առաջին դեմքի, մակարդակով հնչում է փոխշահավետ համագործակցություն բառը, որովհետև եթե նույն Լավրովը կարող է հիշել, իսկ երբ որ Հայաստանը անդադ ակնկալում էր, որ ինքը իր պարտականության շրջանակներում ինչ որ բան պիտի տա, տվել է, դա պետք է միշտ հիշել։ Չի տվել Հայաստանը։ Հայաստանը չէ, Ռուսաստանը տվել է։ Միշտ պետք է հիշել, որ երբ որ Հայաստանը դիմեց եւ ասաց, որ մեր սահմանները հատվել են հակառակորդի կողմից, ինչ պատասխան եղավ, որ դեռ պարզ չի, որ դրեն ձեր սահմանները։ Ինչի մասին է խոսում։ Ես կրկին ասում եմ, որ սրանք հուսահատ շարժումներ են Հայաստանի Հանրապետությունը գերության մեջ պահել շարունակելու։ Դուք էլ ազատում եք գերությունից։ Մենք ուզում ենք, ձգտում ենք եւ դրա համար ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի ոչ թե միայն բառերով բնորոշվող, այլև իրապես ինքնիշխան պետություն։ Շատ լավ, օրինակ, գիտեք, շատ կարելի է հավատալ ձեր ասածին, օրինակ, եթե դուք որպես ազգային ժողովի ներկայացուցիչ որևէ մի շատ հաճախ քաղաքասարության կողմից ստորացուցիչ որակված միջպետական պայմանագիր բերեիք ու վերանայեիք։ Թե չէ հայտարարությունը ես էլ եմ հայտարարում, իմ հայտարարությունն է, ձեր հայտարարությունը, ինչ։ Բայց դուք ունեք գործիքակազմ, չէ՞, ի տարբերություն ինձ։ Այո։ Բերեք մի պայմանագիր միջպետական, որը քաղաքասարակությունը համարում է ստորացուցիչ եւ վերանայեք։ Ես չեմ բացառում, որ բազմաթիվ պայմանագրերի վերանայում կլինի, չեմ բացառում, որ այնինչ որ դուք կամ քաղաքասարակությունը պահանջում է, ամենայն հավանականությամբ երկրի շահերից բխող ամեն ինչ էլ հնարավոր է եւ մենք շատ լավ գիտենք մեր պարտականությունները եւ միևնույն ժամանակ կարծում եմ, որ այդքան էլ արդար չէ, հատկապես գնահատելով, այս ազգային ժողովի կամ այս իշխանության աշխատանքը ու ահռելի աշխատանքը, որը որ կատարում է, որևէ այլ միավորի որակումների կամ ես չեմ ասում, որ քաղաքասարակությունը սխալ է ասում, նախ քաղաքասարակությունն էլ ունի տարբեր կարծիքներ, տարբեր այնտեղ ընդգրկված տարբեր հասարակական կազմակերպություններ կամ տարբեր անհատներ ունեն տարբեր կարծիքներ։ Եվ հետեւաբար որպես մեկ միասնական կարծիք, եթե լինում է, ապա մենք դրան անպայման ուշադրություն դարձնում ենք որպես փաստ, որպես ապացույց, հիշենք Եվրամիության դեպի Եվրամիություն են ամբողջ շարժման եւ նաեւ օրենսդրական եւ խնդիրը ստորագրահավաքի մասին չէ, որովհետեւ մենք շատ դեպքերում հասարակությունը, նաև քաղաքասարակությունը իհարկե հիմնականում ռացիոնալ եւ հիմնականում շատ adekvat քննադատություններով կարող է նաև պետությանը ոչ թե ուղղորդել, այլ պետությանը հուշել, թե ինչն է կարևոր այս պահին ժողովրդի համար, որպեսզի ել ավելի մեծ ուշադրություն դրան գնա, բայց պետությունը եւ պետական մարմինները առաջնորդվում են առաջին հերթին երկրի անվտանգային եւ հետո նոր մնացած շահերով։ Այսինքն մենք որևէ բան ուշադրությունից դուրս չենք թողնում, բայց ամեն ինչ ունի իր ժամանակը։ Հուշեմ, օրինակ մարդկանց համար չեմ գտնի երևի Հայաստանում մի մարդ բացառությամբ լավ փողատերերի, ում համար կարևոր չլինի, որ հոսանքի գինը իջնի։ Բայց աշխատանքներ չի տարվում։
Մեր ձևով ասում եմ, մենք Ես իջացնենք։ ներողություն եմ խնդրում, մեր ձևովը թող իջացներ, ասում է կացանել էր իրենցը, շերեփնել էր իրենցը, թող իջացնեին մինչև Հիմա կիջացնեն։ Հիմա ինչպես են իրենք իջեցել։ Սամվել Կարապետյանի փողերի հաշվին։ Այս հեքիաթները 90-ականներից լսում ենք, 90-ականից այս ժողովուրդը արդեն հոգնել է ընտրություններից առաջ նմանատիպ գումարային խոստումներին, թող իրենք շարունակեն նույն ոճով, որովհետև ինձ դա դուր է գալիս, որ վստահ եմ, որ ժողովուրդը ինչքան տեսնում է ինչ են իրենք խոսում, այնքան ավելի մենք ունենում ենք այդտեղ քաղաքական օգուտներ, հա, դիվիդենդներ ենք ձեռք բերում։ Իսկ ինչու չեք իջեցնում, ապա ես կարծում եմ, որ պնդում որպես դա պետք չի անել, որովհետև կոծանել է հիմա ձեր ձեռքը։ Այո, դրա համար եմ ասում, գործընթացները այս պահին հուշում են ամենայն հավանականությամբ հնարավորության սահմաններում, ոչ թե հեքիաթների պես այսպես պատմելով եւ երկնքից 3 խնձոր ընկնելու խոստումներով ժողովրդի հետ, այլ ռեալ եղած հնարավորությունների սահմաններում իհարկե վերանայումներ լինելու են։ ԿՊ ցուցակում բարձր տեղեր զբաղեցնելու համար իրար եք ուտում, հա, ներսում։ Բացարձակ, ինչպես տեսնում եք, ես ողջ եւ առողջ եւ ամբողջական։ Դե պատկերավոր եմ ասում։ Հասկանալի է, ես դա էլ նկատի ունեմ, բացարձակապես իրար ուտելու որևէ խնդիր չկա եւ կարծում եմ, որ այդ ամբիցիան ոչ բոլորը ունեն բարձր տեղեր զբաղեցնելու։ Մենք այնուամենայնիվ բոլորս կիսում ենք մեկ գաղափար, մենք բոլորս շատ հաշտ ենք եւ կոնսոլիդացված քաղաքական այն գաղափարների շուրջ, որոնք որ մեզ առաջնորդում են եւ օրինակ ինձ համար որևէ տարբերություն չկա ասենք ցուցակի, որ երրորդ համարում լինելը կամ Ինչու՞, չեք ուզում նորից падգամավոր լինել։ Պարտադիր չի լինել առաջին տեղերում падգամավոր լինելու։ Չէ, դե եթե առաջնորդվենք այն դրամաբանության, որ 80+ չեք լինելու։ Երբեք չես կարող ասել, բայց բոլոր դեպքերում իհարկե քիչ իրատեսական է, բայց բոլոր դեպքերում կարծում եմ, որ այստեղ մեր ցանկությունը շատ քիչ է, որովհետև ցուցակում ովքեր կլինեն չեն լինի, կորոշի կուսակցությունը ընտրությունների միջոցով։ Իսկ արդեն ներկայացրել եք հայտ։ Չէ։ Բայց ներկայացնելու եք։ Դեռ ժամանակը չի հայտ ներկայացնելու։ Մտածում եք, բայց կարծում եմ, որ դուք կտեղեկանաք։ Ոչ միայն իմ որոշման, այլ բոլորի որոշումների մասին կարծում եմ, որ դուք ոչ միայն անձամբ դուք, այլ բոլորը կտեղեկանան։ Հա, կողեև չներկայացնեք։ Չեմ կարող նման պնդում անել կամ կարծիք նույնիսկ հայտնել։ Որոշում չունեք։ Հարցը որոշումը չի։ Ես ունեմ իմ ներսում հստակ որոշում, բայց ելի եմ կրկնում, որ եւ իմ որոշումը եւ իմ ցանկությունը էական դեր այդտեղ չեն կատարում, այսինքն ամբողջ կուսակցությունն է որոշում, ինքը ուզում է, որպեսզի դու լինես ցուցակում, թե ոչ։ Եվ եթե կորոշեն, ապա կորոշեն, եթե ոչ, ոչ։ Շնորհակալություն, հաջողություն։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։